Սիրելի քաղաքացիներ, ես առհասարակ այսօր ելույթ ունենալ չէի պլանավորել, բայց երբ որ լսում էի աշխատասենյակում այն ելույթները, որոնք հնչեցին իշխանական երեսփոխանների կողմից, անհրաժեշտություն զգացի ներկայացնել միայն արտաքին քաղաքականության ոլորտում ԿՊ-ի ձեռքբերումները իհարկե շատ մեծ ճակերտներով։ Ընդ որում այն ամենը, ինչ ես հիմա ասելու եմ, կարելի է պարզ Google search-ով ստուգել կամ տարրական տրամաբանության միջոցով։ Ժամանակագրությունը կարող է ինչ-որ պահի խախտված լինի։ Սկսենք COVID համավարակի ժամանակվանից։ Այն ժամանակ նախարար, հետո պատգամավոր, հիմա նորից նախարար Արսեն Թորոսյանը, երբ փորձում էր սեփական աշխատանքը, որի արդյունքում հայեր են մահացել, սեփական թերացումները, որի պատճառով մեր մահացության մակարդակը ավելի բարձր էր համավարակից, քան Վրաստանում, դա մանիպուլյացիա ենթարկելու համար վիրավորեց մեր հարևան եւ բարեկամ Վրաստանին, որի արդյունքում դրան հետևեց պաշտոնական բողոքի նոտա։ Այդպիսի բան ես պատմության մեջ չեմ հիշում։ Տեղափոխվենք պատերազմի ժամանակ։ Պատերազմի ժամանակ մեր նույն հարևան եւ բարեկամ Վրաստանը եւ մեր հարևան եւ բարեկամ Իրանը տևական ժամանակ իրենց օդային տարածքը փակել էին Հայաստանի Հանրապետության համար։ Այդպիսի բան նույնպես չի եղել երբևէ։ Մի քիչ քննարկենք ձեր փաստաթղթերը։ Այս տարվա սկզբին դուք կնքեցիք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը իր բովանդակությամբ նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հանրագումարներ ուղղակի մի փաստաթղթի մեջ հավաքած։ Լավ, դա առանձին չվերլուծենք, բայց ինձ հետաքրքիր է, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը իր բոլոր ռազմավարական գործընկեր երկրների ղեկավարներին է the other guy-ով դիմում, այսինքն այն մյուս տղան։ Իսկ այդ նույն տրամաբանության մեջ դուք ինչ-որ անդադար խոսում եք այլ երկրների ղեկավարները ոնց են Հայաստանի վերաբերվում, Հայաստանի միջազգային վարկանիշը, այդ նույն տրամաբանության մեջ է մտնում մոտենալ ներկայանալ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, պարոն նախագահ։ Թե գնանք մի հատ սուրճ խմենք, էդ էլա խորը հարգանքի ցուցանիշ։ Մի հատ նայեք, մի հատ հիշեք, թե ոնց են Հայաստանին վերաբերվել այս ընթացքում։ Ընդ որում ակնհայտ, ընդ որում կամերաների առաջ։ Ես վախենում եմ պատկերացնել, երբ որ կամերաներ չկան, ինչա կատարվում։ Անցնենք ԵՄ-ի հետ հարաբերություններին, ինչ եք արել դուք, մի հատ կենաց օրինագիծ եք ընդունել, որը ոչ մի հետևանք չունի ու որին ԵՄ որևէ միջինից բարձր պաշտոնյա արձագանք չի տվել։ Սկի Եվրոխորհրդարանի զեկույցների մեջ արտաքին կապերի մի տառ չկա գրած դրա մասին։ Ինչ էինք թողել մենք թողել էինք ՍԵՊԱ, որը վավերացված է բոլոր ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից, իր մեջ նշված 3 հիմնարար սկզբունքներով։ Ինչ եք դուք մի տարի է խոսում, որ հələ չեք էլ արել գործադիրների մակարդակով մի փաստաթղթի ստորագրում, որը չի կարող մոտ անգամ քննարկվել ՍԵՊԱ-ի հետ իր ազդեցիկությամբ։ Եվ առհասարակ այս ձեր կառավարման ընթացքում երկու կարևորագույն փաստաթուղթ եք ստորագրել, բանի տեսանկյունից։ Նոյեմբերի 9-ը, օգոստոսի 8։ Նոյեմբերի 9-ից մի քանի ամիս հետո տարընթերցումներ սկսեցին, օգոստոսի 8-ից հետո ստորագրելուց 3 րոպե հետո երկու երկրի ղեկավար միջանցք բառ օգտագործեց։ Այստեղ կա երկու տարբերակ։ Կամ դուք միջազգային պայմանագրեր կազմել եւ կարդալ չգիտեք, ունակ չեք ուղակի։ Կամ էլ խափում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իրականում պայմանավորվել եք այն ինչ որ իրանք ասում են, բայց փորձում եք խափել, որ ձայն կորզեք։ Ավելի հետ գնանք 18-19 թվական Սիրիա զորախումբ էիք ուղարկել, զորախումբ սակրավորներ, հումանիտար եւ այլն։ Որոշումը չեմ քննարկում, առանձին բանավեճի թեմա է։ Դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը ինչ է ստացել։ Դա կարևորագույն որոշում է։ Զիջում բառը չեմ ուզում օգտագործել, բայց դա կարևորագույն որոշում է։ Դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը ինչ է ստացել։ 0։ Շատ եք քննարկում այդ հացահատիկի պատմությունը։ Ես չեմ քննարկելու այստեղ հացահատիկի հարցը, որտեղ դա մեծավ մասամբ տնտեսական հարց է, իր մեջ իհարկե ունի անվտանգային բաղադրիչ, բայց դրա մասին պետք է խոսել ավելի ուշ։ Մի հատ հարց ունեմ։ Ինձ այս պահին հետաքրքրում է, դրա դիմաց ինչ եք զիջել։ Դրա դիմաց ինչ եք խոստացել։ Չասեք թղթերում գրածները, որովհետև մենք հետ կգնանք 2018 թվական։ Նիկոլ Փաշինյանը ինքն է ընդունել, որ ինքը խնդրել է Ալիևին
նվազեցնել սահմանային լարվածությունը, որովհետև ինքը Հայաստանում ներքաղաքական լուծելու խնդիրներ ունի, այլ կերպ ասած, պիտի հանրապետականների դեմ պայքարի։ Էլի հայ զինվորի կյանքա փրկվել, դա չեմ վերլուծում։ Նորից նույն հարցն եմ տալի, դրա դիմաց ինչ էիք խոստացել։ Ինչա Նիկոլ Փաշինյանը խոստացել Ալիևին, որտեղ ակնհայտ է, որ սիրուն աչքերի համար չի կատարել դա։ Երբ խնդրել է սահմանային լարվածությունը իջացնել, ինչ խոստում է դա եղել, հանրությունը դա մինչև հիմա չգիտի։ Ասում էիք ՀՀԿ Մինսկի խմբի լուծարումը կդիմենք, երբ որ փաստաթուղթը ստորագրված լինի։ Նախաստորագրման ժամանակ դիմեցիք։ Բա ինչ եղավ։ Պատասխաններ, որ ՀՀԿ Մինսկի խումբը գոյություն չուներ եւ այլն եւ այլն, փաստացի դա Ադրբեջանի պահանջն էր։ Հետևաբար ինչ որ կարևորություն ուներ, չէ՞։ Բախի ոչ մի բանի դիմաց տվեցիք։ Դե ձեր արտաքին քաղաքականության նախորդ այստեղ նստած Ռահվիրան, տիկին Մակմուսը, որը հետագայում գնաց դեսպան, հիմա խորհրդական է, եթե չեմ սխալվում, ասում էր Թուրքիան 100% չի ներգրավվի Հայաստանի դեմ ագրեսորական գործողությունների մեջ։ Չներգրավվեց 44 օրյայի ժամանակ։ Հիշեցնեմ, որ 16 թվականի քառորյայի ժամանակ Թուրքիան ի թիվս ՀՀԿ Մինսկի խմբի մյուս երկրների կոչեր արել դադարեցնել եւ ագրեսորի նկատմամբ շատ կոշտ բառամթերքով հայտարարություն էր տարածել։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի ասած էթնիկ զտման վտանգ չկա նախադասությունը վերադարձրեցին Հարատ Միրզոյանին ՄԱԿ-ում։ Այդ չի ձեր արտաքին քաղաքականությունը։ Ձեր արտաքին քաղաքականությունը գիտեք որն է։ Երբ որ դուք 3 հիմնարար սկզբունքներից տարաք իրավունքների պաշտպանություն եւ անվտանգություն, ասում էինք այն ժամանակ մի արեք, աղետ է լինելու։ Թե ձեր արտաքին քաղաքականությունը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, պայմանավորվածությունները զրոյացնելն էր։ Հիշեցնեմ, դա շփման գծում կանգնած հայ զինվորի կյանքը ավելի անվտանգ էր դարձնելու։ Բայց դուք դրանով չէիք հետաքրքրվում։ Հիշեցնեմ նաև, որ 18 թվականին դուք համանախագահներին ուլտիմատում էիք դնում։ Մինչև Ղարաբաղը, Արցախը չվերադառնա բանակցային սեղան կամ չդառնա բանակցային կողմ, չեք բանակցել։ Տեսակ այդ ուլտիմատումների արդյունքները ինչ առնում։ Ասեմ ավելին, դուք մինչև հիմա չեք հրապարակել 19 թվականի ձեր ստացած բանակցային առաջարկը։ Ընդ որում, այդ առաջարկը երազանքի առաջարկ միանշանակ չէր։ Բայց աշխատելու նյութ էր, որը վերակարելի էր աշխատել, բանակցել։ Դուք շատ եք սիրում խոսել բանակցային անցյալից, բանակցային ժառանգությունից։ Նախ այդ բանակցային ժառանգությունը ոչ մի կապ չունի, դուք եկել եք ասել եք սկսում ենք սեփական կետից, հեքիաթներ չպատմեք։ Բայց միևնույն ժամանակ այդ բանակցային անցյալի մի հատվածը Նիկոլ Փաշինյանը իր կապանի ասուլիսում հանրայնացրել է, ինչի համար ստացել է շատ կոշտ պատասխան Մինսկի խմբի համանախագահներից են ժամանակ, որ դու երևի նոր ես այս ամեն ինչի մեջ, գաղտնի փաստաթղթերը չեն հանրայնացնում։ Եվ ինչ էր ասվում այդ առաջարկում, որը դուք եք հրապարակել, որ մենք ստանալու ենք, որ Արցախի հանրապետության համար մենք ստանալու ենք միջանկյալ կարգավիճակ։ Եվ միջանկյալ կարգավիճակը ըստ սահմանման չի կարող լինել ավելի վատ, քան դե ֆակտո իրավիճակն էր։ Հնարավորություն էր լինելու ՀՀԿ իրեն վերաբերող հարցերին քննարկվել, մասնակցել, դատական իշխանություններ ճանաչվելու, հնարավորություն էր լինելու անդամակցել միջազգային կառույցների, որոնք ճանաչելիություն չեն ենթադրում, ու այսպես շատ կետեր։ Դա ձեր արտաքին քաղաքականությունը։ Դե գագաթնակետը իհարկե Մյունխենյան սկզբունքներն են, այդ առանձին պատմություն է։ Ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ինչ վիճակում են դրանք գրվել։ Եվ ասենք վերջին 20 թվականի պատերազմից հետո ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ, ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության նախագահ խոսել են ինքնորոշման իրավունքի մասին, հետո նաև Գերմանիայից են խոսել դրա մասին, կանցլերի մակարդակով, դուք դրա մասին չէիք խոսում։ Եվ որպես ամենավերջին կետ, դուք միակն էիք, ու դա ես չեմ ասել, Բոռելն է ասել, որ ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում։ Դուք միակն էիք, որ դա արեցիք։ Հələ տեսնեմ 21-ի արտահերթ ընտրությունների ժամանակ, այդ որ մուրճը առել էիք ընկել էիք Հայաստանի մարզերի ջանին,
Այնտեղ հատ-առհատ գնայիք ասեիք, մենք պատրաստվում ենք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, քանի ձայն էիք ստանալու, բայց չէ, դուք խաբում էիք եւ ասելու էիք, որ Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու եք, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու եք 3 հիմնարար սկզբունքների եւ անջատում հանուն փրկության հաշվին։ Եվ հենց դա է, եւ իմ բոլոր նշածները ու շատ այլ կետեր են պատճառը, Տիկին Ազարյան, որ իմպիչմենտը հաջողության հասնելու է։ Շնորհակալություն։ Արտահերձ ելույթով ես հանդես կգամ։